Ինչ վերաբերվում է ջրհոսներին, դե ջրհոսների համար իհարկե նույնպես ընդհանուր առմամբ կարելի ասել բարենպաստ է։ Մայիս ամիսը ամսվա սկզբին Արեգակը եւ Մերկուրին գտնվելու են ձեր 4-րդ տանը սիրելի ջրհոսներ եւ ստիպված կլինեք լուծել տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցեր։ Այնուհետև մայիսի 20-ից հետո իհարկե ավելի բարելավվում է իրավիճակը, որովհետև Արեգակը եւ Մերկուրին հայտնվում են ձեր 5-րդ տանը սիրելի ջրհոսներ, որը կապված արդեն սիրո երեխաների երջանկության հետ։ Սատուրնը մոտ գործելով խոյ կհայտնվի ձեր 3-րդ աստղատանը, դուրս կգա արդեն 2-րդ աստղատնից սիրելի ջրհոսներ, որտեղ 2-րդ աստղատանը նա ֆինանսական խնդիրներ էր ձեր մոտ առաջացնում։ Հայտնվելով 3-րդ աստղատանը արդեն նա, այսպես ասած, հանգիստ կթողնի ֆինանսական ոլորտը եւ կկենտրոնանա շփումների, կոնտակտների, փող հարաբերությունների ձեր մոտակա միջավայրի հետ։ Այդ դրա վրա պետք է ուշադրություն դարձնեք։ Նաև ճանապարհներին խնդիրներ կարող է ունենալ, շատ զգուշ է պետք վարվել նաև այդ տրանսպորտային միջոցների հետ կապված, եւ 3-րդ տունը նաև կար ճանապարհների եւ շարժական գույքի տունն։ Այստեղ եւս հնարավոր են խնդիրներ եւ խոչընդոտներ։ Մյուս խնդրահարույց դիրքը դա Մարսն է։ Մարսը շարունակաբար սիրելի ջրհոսներ ամբողջ մայիսի ընթացքում գտնվելու է ձեր 7-րդ տանը, որը կարող է առաջացնել խնդիրներ եւ փող ըմբռնման բացակայություն գործընկերների եւ զուգընկերների հետ, այնպես որ նույնպես պետք է զգուշ լինել։ Բայց մնացած առումներով շատ բարենպաստ ամիս է ձեզ սպասվում սիրելի ջրհոսներ։